Թունավոր ծխի շերտով են պատված Երևանին ու Բարաշեն եւ Էրեբունու վարչական շրջանները։ Անգամ կադրերից կարող եք զգալ ծանր գարշահոտը։ Ահա այս պայմաններում մի կերպ գոյատևում են հարագից թաղամասերի բնակիչները։ Աղբավայրն իսկական դժոխք է դարձել քաղաքացիների համար։ Անընդհատ հրդեհներից կարծես թե պրծում չկա։ Միշտ էլ այդ ծուխը կա, հոտը կա։ Միշտ էլ պաժարներն լում են, ծուխը դուրս է գալ, երևում է։ Աղբի հոտը գալիս է մինչև ստե։ Չգիտեմ, դա կարելի ասել մինչև այդ շենքերը ստեղի։ Այդ հոտին չգիտեմ ոնց են դիմանում ժողովուրդը։ Մեր նկարահանումների ժամանակ էլ աղբավայրը ծխում էր, իսկ քամին թանձր ծուխը տարածում էր շրջակա համայնքներ։ Որը ծուխ է, եսի ինչա, չենք կարող էլի ազատ չնչենք, եսի մաքուրոս չնչենք, մենք ենք չէ բնակվում վերջը քաղաքի բնակիչ ենք համարում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ յուրաքանչյուր հրդեհից հետո չի զլանում եւ հայտարարում է. աղբի վերանշակման ոլորտի խնդիրը հրատապ է։ Մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքապետը խոսել է նաև զուգահեռ երկու պրոցես իրականացնելու մասին եւ խոստացել առաջ կշարժվեն այն պրոցեսով, որն առավել արդյունավետ կհամարի։ Մեր համար գերխնդիր է աղբավայրի օր առաջ կոնսերվացումը։ Հիմա հետեւապես երկու ճանապարհով են գնում։ Միջազգային գործընկերների հետ կրկին ինստիտուցիոնալ ճանապարհը, որը միանշանակ շատ լավ ճանապարհ է, շատ կարեւոր է մեզ համար ինչքան ժամանակ է տևելու այս ճանապարհը։ Եվ երկրորդ ճանապարհը մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել միջազգային խոշոր աղբի վերամշակման գործարանների կողմից, ովքեր որ առաջարկում են իրենց մոդելը կառավարման, որի հիման վրա, այս առաջարկների հիման վրա մենք ուզում ենք իրականացնել երկփուլ մրցույթ։ Աղբավայրում այս պահին հրշիջման աշխատանքներ են իրականացվում։ Վերջին անգամ այն այրվում էր օգոստոսի 18-ին 10 օր շարունակ։